անգամ։ Առանց իմասելու ասես, թե ինչ ես պլանավորել։ Կամ Գոնե ասես, թե ինչու ես դա պլանավորել։ Ու մեկ-մեկ ինձ հետ խորհրդակցես, չէ՞ որ ես քեզ համար պարզապես վարորդ չեմ։ այո։ Իհարկե կլինի։ Մենք այստեղ սպասում ենք Հակոբյանին ձորը գլորողին։ Ու դեռ ինչքան ենք սպասելու։ Հիմա որ ասեմ կնեղանաս։ Մինչև որ գա։ Իսկ եթե չգա։ Ուրեմն քիչ ենք սպասել։ Ամենայն հարգանքով պարոն Մայիս, բայց մենք ժամանակ չունենք սպասելու, որովհետև ապրանքը յուրաքանչյուր պահի կարող է Հայաստան մտնել ու տարածվել։ Դրա համար այս անգամ անում ենք իմ պլանով։ Սիմոնյան, քեզ մի խնդրանք ունեմ։ Առանց խնդրելու, պարոն գնդապետ։ Առանց խնդրել չի ստացվի։ Ինձ պետք է որ դու հեռախոսի տեղադիրքը գտնես։ Բայց խնդիրը, պարոն գնդապետ, դատարանի որոշումը կա, թե ձեր զեկուցագրով։ Ասում էի, չէ, առանց խնդրել չի ստացվի։ Դե հասկանում եք ամենայն հարգանքով, պարոն Դանելյան, ես ուղղակի տենց ես իրավունք չունեմ նման բան անելու։ Դուք շատ լավ գիտեք, որ ես մեծ հարգանք ունեմ մեծերի նկատմամբ։ Իրանք որտեղ կան, ես ոնց կարող մերժեմ։ Բայց ինձ ճիշտ հասկացեք, պարոն Դանելյան, եթե բաժնից պետը իմացավ, ես շփվել եմ մեր մեծերի հետ, առանց իր իմացության, հաստատ կնեղանա, հաստատ։ Համանուղարկի 20 րոպեից կոորդինատները ձեր մոտ կլինի։ Դրանից արագ հնարավոր չի, պարոն գնդապետ։ Ինձ ոչ թե կոորդինատներ են պետք, այլ հղումը, որով կարելի է անցնել իրական ժամանակում հետևել հեռախոսին։ Բայց, պարոն գնդապետ, չնայած երկու դեպքում էլ եթե բռնվեցինք, նույն հոդվածով եմ, չէ՞ դատվելու։ Հղում, ուրեմն հղում, խնդիր չկա։ Չէ, իզուր ժամանակ ենք կորցնում, ես մորեխը խոսացող չի։ Քեզ թվում է, Մայիս, հիմա կտեսնես ոնց կխոսի։ Ակնոցս պահիր։ Նոր մեթոդ, շարունակիր։ Մայիս ցավում է օգնիր։ Դու ճիշտ ես, պետք չէ միշտ իմ ասածով անել, շարունակիր, տանջիր։ Այ ցավում է օգնիր։ Այ Իսկ կախարդական բառերը։ ապրակատաբրա Մայիս։ Չէ, դա չէ։ Հա։ Մայիս ջան, կներես, էլ ինքնագլուխ որոշումներ չեմ կայացնի։ Մայիս ջան, խնդրում եմ էլ։ Ու սխալվոր Մայիս ջան, խնդրում եմ էլ ինքնագլուխ Մայիս ջան, խնդրում եմ էլ ինքնագլուխ որոշումներ չեմ կայացնի։ Դիր ճակատի։ Արի տեսնենք ու ես, մեր խառնակիչ բարեկամ։
Սենց բան չի կարող լինի։ Այսինքն իմ մեջքի հետևում են գործում։ Պետք է անհապաղ պարզել, թե ով։ Ալո։ Չէ, 10 րոպեից կլինի։ Չէ, հիմա պարզելու ժամանակ չկա։ Եթե դրանք տեսնեն, որտեղ է հեռախոսը, չեմ կարող համոզեմ, որ ես դրա հետ կապ չունեմ։ Գնացինք։ Կարող ես ինձ 2 րոպե տալ։ Ես հասկանում եմ քո նվիրվածությունը գործին, բայց միգուցե մեկ անգամ ևս լավ մտածես։ Մայիս մի խանգարիր։ Արմեն։ Ինձ մողես են ասում։ Գիտեմ։ Բայց դու մողեսը չես, դու Արմենն ես։ Մայրդ ու հարազատներդ քեզ այդպես են ասում։ Հուսով եմ հիշում ես։ Այս ամեն ինչ ինձ դուր չի գալիս։ Որովհետև նաև գիտես, թե ծնողներդ ինչ պլաններ են կազմել քեզ հետ։ Իսկ հիմա նայիր, ինչի ես վերածվել։ Շատ գեղեցիկ կին ունես։ Հավատա, ամեն ինչ հնարավոր է փոխել։ Կինը տեր է քեզ Արմեն ասում, երեխատ էլ պապա, բայց երբ որդուդ դուրսը հարցնում են, թե հայրն ով է, ասում է Արմեն։ Դու մողեսը չես։ Դու Արմենն ես։ Ունես անցյալ, ներկա ու կարող ես ունենալ լավ ապագա, եթե դուրս գաս այս ամենից։ Հնարավոր չի։ Լսի, դու գոնե պատկերացնում ես, քանիսն են կործանվում ու կորցնում իրենց դեմքը քո պատճառով։ Գործատուտ ասել է, որ դա ընդամենը աշխատանք է, չէ՞։ Դե դու էլ չգիտես տելեգրամով ով է գրում։ Քեզ այնց ասում է միայն թաքցնել ապրանքը։ Իսկ դու պատկերացնում ես, եթե մի օր պատվիրատուտ որդիդ լինի։ Մի օր պատկերացրու ոնց է որդիդ այդ աղբի պատճառով կործանվում։ Թե դու ոնց ես բացատրում, որ այդ ամենը արել ես հանուն իրեն։ Ասում ես մողես։ Դու ճիշտ էիր, Մայիս։ Սրա նմանները փողի համար պատրաստ են սեփական երեխայիներ վաճառել։ Գնացինք։ Ես ուզում եմ այս ամեն ինչի մեջից դուրս գամ, բայց չեմ կարողանում։ Եթե հիմա ինչ որ բառ ասեմ, իրանք հենց հիմա կվերացնեն ընտանիքիս։ Երևի հիմա մեր դրան դիմաց մարդ կա։ Ես այս ամեն ինչը չեմ կարող փոխեմ։ Իսկ եթե վստահ լինես, որ ընտանիքդ ապահովության մեջ կլինի։ Ոչ մի վայրկյան չեմ սպասի։ Լուրջ ես էլ եմ զզվել այս ամեն ինչից։ Լույս նայեք։ Ով եմ։ Վերջացած մարդ էլի։ Չէ։ Երբեք ուշ չէ։
Ես քո փոխարեն սրա անկեղծության այդքան էլ չէի հավատա։ Կապիր բերանը։ Մորեղ։ Պարոն գնդապետ լավ եք։ Քեզ ինչ-որ մեկը թույլ տվեց խոսես։ Ջուր։ Ոնց ասել ես, մեքենայից մեջ միշտ ջուր եմ պահում։ Ոնց որ մաքուր է, հա։ Քեզ տարօրինակ չի թվում, որ ապրանքը արևի տակ է։ Իսկ վաճառողին դա ընդհանրապես չի հուզում։ Եթե վաճառողին չի ուզում, ինձ ինչի պիտի հուզի։ Մեր գործում մանրուքներն ամենակարևորն են։ Ապրանք վաճառողը ամեն հատիկի վրա դողում է, իսկ սրանք ուրիշ բանի համար են այստեղ։ Ու քանի որ երկար են սպասելու, քողարկվել են որպես վաճառականներ կասկած չհարուցելու համար։ Եթե իրանք Մողեսի ընտանիքի հետևից եկածած լինեին, դժվար մենակ գային։ Ու պարզ չի, թե ներսում դեռ քանիսն են։ Պետք է չափազանց զգույշ լինել։ Սպասիր նշանից։ Ես էլ հենց հիմա հղումն էի ուղարկում, դիմավորիր։ Զանգի տղերքին։ Տեսնենք հիմա ուր ես փախնելու։ Իսկ եթե շատ վերցնեմ, Աղբերը շատ չկա, ինչ կա էսա, նենց որ յանտու։ ներսում էլ չկա, թե տենց ես ասում իբր վերջինա, որ թանկով ծախես։ Գիտեմ ձեր հնարքները։ Կամ հենց իմաստուց մաքրվում ես, կամ հակառակը շատ ուժեղ կեղտոտվելու ես։ Քաչո բռնել եմ, հասի քաչո։ Քաչո բռնել եմ։ 3, 2, 1։
Մերողություն այդ բայրին ես կորցնում եմ ինքնատիրապետումս ու մեկ էլ ես բայրին։ Գուցե օգնես։ Մարգարյան, ինձ մոտ։ Ես քեզ կգտնեմ։ Ուրեմն որոշել ես Դանիելյանի գլխից թռնես, հա։ Սատ կացնելու եմ։ Պարոն գնդապետ, Հիմա դրա ժամանակը չի։ Հենց հիմա տեսախցիկների վերջին 3 օրվա ձայնագրությունները բերես տեղ։ Ու նաև մուտքերի ու ելքերի մատյանները։ Ես պիտի իմանամ յուրաքանչյուրը երբ ուրա գնացել ու երբ ա վերադարձել։ ինչ-որ բան է եղել, պարոն գնդապետ։ Լսի տղա ջան, քո գործը կատարելն է, ոչ թե հարցեր տալը։ Լսում եմ։ Ի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս հեռախոսը այգուց եմ գտել։ Այդ ձեր նման օրինապաշտ քաղաքացիների շնորհիվ է, որ մտածում ենք ամեն ինչ կորած չի։ Համեցեք նստեք։ Չէ, տղա ջան։ Ես լիքը գործեր ունեմ, նստելու հետ ժամանակ չունեմ։ Չէ, ախր կարգ կա, ձև կա, պետքա գրեք որտեղից եք գտել, ով եք, ինչ հեռախոս է։ Տղա ջան, իմ ամեն մի րոպեն հաշված է։ Կրկնում եմ, ներքևի այգուց եմ գտել։ Հաջողություն։ Ես թուղթ, ես էլ գրիչ, գրեք։ Վայ մեշխելքն ասա։ Այս սենց եք անում էլի, որ մարդ չի ուզում ձեզ հետ գործ ունենա։ Որոշողը ես չեմ։ Հենց գտակ մի անգամից բերում եք ստեղ։ Պետք չէ հիշեցնել, որ ով ուզում ալնի ինձ ողջա պետք։ Ես քեզ լրիվ հասկացա։ Տղեկը արդեն այստեղ են։ Հղում է ուղարկի ու շարժում ենք։ Դանիելյան, ես քո Ինչ-որ բան են, չի։ մեր աստղազարդ ընկեր եմ։ Հեռախոսը իրանց բաժնում է։ Այսինքն կամ այդ հիվանդը ուզում է մեզ փուռը տա, կամ դրա մարդիկ իրա հետևում ինչ-որ գործեր են անում։ Երկու դեպքում էլ պարոն գնդապետի հետ շատ լուրջ խոսալ է պետք։ Սպասեք։ Գնացիք։ Ձյաձյա, դու անդաստիակ լակոտ ես։ Մարատ։ Հա, ինչ, դու չեք ասել, որ այս բաները մենակ անդաստիակ լակոտներն են անում։ Ճիշտ է ասել, բայց սա ուրիշ դեպք է, գնացինք։ Մարատ, ինչ ես անում, հո դու խոս չես։ Չէ, այս ուրիշ դեպք է։ Մենակ չասես, որ այսքան արագ գտել եք։ Հա, Ով էր այդ կինոյի վատ տղա։ դու, Ինչ։ հեռախոսը ձեր բաժնում է։ Չէ, դա բացառվում է։ Ինչ ես խոսում։ Ես անձամբ եմ նայել այդ հղումով։ Հեռախոսը այգում էր։ Եթե մինչև վաղ այս ամբողջ ֆոկուսը չբացատրեցիր, կներես, բայց դու էլ մեզ պետք չես։ Չէ, դու ոնց որ արդեն խառնում ես իրար։ Աշկիս մոռացել ես ում հետ ես խոսում։ Ես իմ ասելիքն ասեցի ու առանց ֆոկուսների, թե չէ մեր համագործակցության արխիվը կհասնի ձեր վերևներին։
Լսի, չփորձես ինձ հետ սպառնալիքի լեզվով խոսել, լսում ես? Ալո, ալո! Չեմ հասկանում ինչ եք խոսում։ Այս նրա մասին է խոսքը։ Որտեղից ես քո մոտ։ Անասուն։ Մորեղ։ Աջան։ Ես մորեխը չեմ, մողեսն եմ։ Գիտես չէ, փոքր ժամանակ մի քիչ կենսաբանությունից թույլ եմ եղել, միշտ այդ մորեխը մողեսից չեմ տարբերել։ Այն կոալան պանդայից մեկ էլ ջորին։ Էշից։ Չէ, զրովեցից։ Այս մենք շատ քիչ ժամանակ ունենք։ Բարև կյանքս մեզ հետ ամեն շատ լավ է, քո ընկերները մեզ ապահով մի տեղ են բերել, մենք քեզ շատ ենք կարոտել, հուսով ենք շուտ կգաս։ Դե լավ հա դու էլ, այդքան ժամանակ հեռախոսդ մոտս էր, կարոտած լինեին մի օր կզանգեին։ Որովհետև որ ինձ ջնջոցը տարավ այդ նորակառույցը, ես արդեն հասկացել էի, որ ինձ մատաղ են անելու ու դրա համար զգուշացրել էի, որ չզանգեն ու իմանան, որ ես էլ չեմ զանգելու մի քանի օր, դե որ չանհանգստանան էլի։ Ու հետ ոնց հասկացար։ Դե երբ որ գնացինք այնտեղ, ջնջոցը ինձ մի քանի անգամ զգուշացրեց, որ եթե հանկարծ բռնվեմ ու բերանս բացեմ, ընտանիքս կվերացնեն։ Իսկ առաջներում այդպես բան չի եղել։ Մանավանդ ինձ ջնջոցը ոչ մի անգամ այդպես բան չի ասել։ Ու տենց այդ կասկածելի թվաց։ Նենց տպավորություն էր, ոնց որ ինքը վստահ է, որ բռնվելու եմ։ Իսկ այդ մենակ կարա մի դեպքում լինի, երբ բռնել տվողը ինքն է։ Չես անում։ Սենց ավելի հանգիստ կպատմի։ Դու չէիր ասում, որ պետք չի սրանց սենց շուտ վստահել։ Սրա շուտը որն է։ Արդեն ժամը 10-ն է լինում։ Այմա վերակն են կանք այդ հեռախոսը գտանք։ Հիմար է, որ իմանայի սենց ա լինելու ոչ այդ հեռախոսը գտանեի բաժին։ Չէ, հայրիկ ջան, ես ուղղակի խնդրել եմ, որ իմ մոտ բերեն, որ անձամբ շնորհակալություն հայտնեմ։ Տղա ջան, պետք չի։ Առավոտը ժամը 4-ից գործի եմ։ Ինձ տարեկտուն քնեմ։ Այ դա կլինի ամենամեծ շնորհակալությունը։ Չէ, դե ես ամեն դեպքում վերցրա։ Շնորհակալ եմ տղա ջան, բայց չեմ վերցնի։ Ես չաշխատած փողեր չեմ սիրում։ Ախպոր պես ինձ տուն տարեկելի։ Դե լավ, ոնց կուզես հայրիկ ջան։ Ճանապարհի հայրիկին։ Քել հայրիկ ջան։ Ասում ես որտեղից գիտես Դանելյանին։ Ում։ Քո հետ չեմ հայրիկ ջան։ Այդ մեկը շատ լավ է։ Գնացինք։ Ես վերջի անգամն է, որ հանդուրժում եմ կատակներդ։ Պարոն Դանելյան, իմ
Այնտեղը դուք էլ նույնը կանեիք։ Երևի։ Բայց հիմա արդեն համոզվեցիր, որ այդ ամեն ինչի հետ կապ չունեմ։ Ու եթե ստեղ կա մեկը, ով հարցեր պիտի տա, այդ ես եմ։ Մի մոռացի։ Ոստիկանությունից դուրս մնացած բոլոր հարցերը քո վրա են։ Համաձայն եմ, ինչ ճիշտ է։ Մնաց մի տարբերակ, Մողեսը, ու դրա գլուխը ոտից տակ է։ Շեֆ, իմ արև չհասցրեցինք հասկանանք ինչ կատարվեց։ Ես, տղեկն էլ, մենք… Ես չգիտեմ ով էր այդ անորմալը։ Մողեսի կնոջն ու երախոն են գովածել։